Լամպներով նոր ատամնաշարի միջոցով ես ձեռք բերեցի շատ գեղեցիկ ու լայն ժպիտ։ Եթե դուք չեք նկատում դա, եւ ամենակարևորը փոխվեց իմ կյանքի որակը։ Պատահական հանդիպում, կարճ զրույց, որը սկիզբ դարձավ մի գեղեցիկ ժպիտի պատմության։ Այսօր պատմելու ենք Տիկին Թամարայի ժպիտի պատմությունը։ Քանի ամիս առաջ աղջիկս մասնակցել էր միջոցառման, որին մասնակցել եք նաեւ դուք։ Շատ պատահական հանդիպել էիք, նստել էիք իրար կողքի եւ ձեր մեջ ընթացել էր մտերմիկ զրույց։ Աղջիկս այդ պահին էր իմացել Մայրի կլինիկի մասին եւ մեծ տպավորություններով վերադարձեց տուն։ Քանի որ ես աշխատում եմ դպրոցում, ուսուցչուհի եմ, ամենա ինձ կարևոր պահը այն էր, որ դպրոցի ավարտական միջոցառման ժամանակ մենք երբ մենք շրջանավարտներին արդեն ճանապարհում էինք դեպի այլ ուղի, ես իմ մաղթանքը հղեցի իմ շատ սիրելի սովորողներին, հետո տեսանյութը դիտելուց ես զգացի, որ այնտեղ շատ մեծ բաց կար։ Որն էր այդ մեծ բացը։ Չունեի գեղեցիկ ժպիտ, վերջնականապես եկա այն եզրակացությամբ, որ անպայման պետք է գնամ եւ ունենամ գեղեցիկ ատամնաշար։ Տիկին Թամարա, պատկերացնում եմ, թե այս տարվա վերջին զանգին դուք ինչ լայն ժպիտով եք ձեր սաներին խոսք հղել։ Առաջին անգամ, երբ որ ես տեսա իմ նոր ժպիտը, որ ճիշտն արտահայտեմ, մի պահ կանգ առա, որովհետև նման գեղեցիկ ժպիտ շատ երկար տարիներ չէի ունեցել։ Որոնք էին այն 3 առավելությունները, որոնք դուք տեսաք Մայրի կլինիկ այցելելիս։ 3-ը դժվար է ներկայացնել, որովհետև ես մի քանիսը կարող եմ ներկայացնել։ Համար առաջինը իմ համար դա բարձր մակարդակի վրա գտնվող հիգիենայի պայմաններն են, որ ամեն ինչ գտնվում է ստերիլ վիճակում, հմուտ, բանիմաց մասնագետների առկայությունը, վերջին սերնդի բոլոր տիպի սարքավորումների առկայությունը, աշխատանքային հստակ կարգապահություն, ժամանակի ճիշտ կառավարում եւ ամենակարևորը կլինիկայի ղեկավարի ֆակտորն է, որ ինքը ճիշտ է, ասենք տվյալ բուժման փուլերին կարող է չմասնակցել, բայց ուշով հետևում է բոլոր պրոցեսներին, ընդཐུպ մինչև ավարտին։